Արդեն հրավիրել 14-ին 15-ին ժամը 7-ին Խելառների ազգային կենտրոնում Բարբեդաց 172 հասցեով բոլորից սպասենք, շատ կսպասենք, բայց քիչ եմ ներվայնացել ենք, որ չեք ներվայնացել։ Չէ, գիտեք, երևի ինչ կթվա։ Իմ մտածածովս, մեր ժողովուրդը TikTok-ով, Instagram-ով, YouTube-ով նայել է ու շատերը կմտածեն, թե ամբողջ ներկայացումը տեսել են, չէ, ժողովուրդ ջան, նախ ամբողջ ներկայացումը չեք տեսել։ Չեք կրնա տեսնիք, որտեղ ներկայացումը ինքը դելարտ է, ոչի մեջ է, ինքը իմպրովիզացիա է, այսինքն կարող է դուք ռոլիկով ուրիշ բան տեսնիք, ներկայացման մեջ դիք սավսեմ ուրիշ ձևի է։ Եթե ուրիշ կողմից մոտենամ հարցին, ժողովուրդ ջան, այն հատվածներն որ կնայեիք, կգրեիք, հիացած, լայքերը լիքը, նայումները լիքը, անձամբի մեջից լիքը գրողներ են եղել, վայ, վաղո ջան, կարոտել էինք, վայ, հրաշք եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, շատ կներեք։ Բերեք անկեղծ եղնենք, հա։ Այս թատրոնը պետք է քաղաքին։ Ձեզ պետք է ժողովուրդ ջան։ Մենք մինչև թատրոնը սարքելը հարցերինք, չէ՞ ձեզ, ասենք գուզեք Գյումրին ունենա նոր թատրոն։ Գերեցիկ կոմենտների մեջ ինչ լավ բան եք մտածել, երեք մենք եք հոր սպան սաղ թողել ենք, ընկել ենք դիա, ես ինչ կսեն են ստարիքի ռազգոյնիկի բանձիկների պես ընկել ենք, հա, պարապ չենք էլի որսեք սաղ մենակ է թատրոն, սաղ կյանքերս երազեինքը թատրոն բացենք։ Ես մեր սիրուն աղջիկալ է բերել եք, աստեղ պտի սարկեիք ինքն է ոգևորված, տեսնիք ինչ է խաղա այսօր փորձ Չէ, գիտեք ինչն է աշխատել։ Դե վաղոյին Լեոնիդին կարելի է ամեն օր Գյումրու փողոցներում տեսնել, քայլելիս, անցնելիս, ամեն մեկս մեր թաղում մարդ ենք, տեսնող կա, ճանաչող կա։ Ժողովուրդ ջան, եկեք նայեք տեսեք։ Դո զանգեք հետագը համար է գրած, մի ադմ զանգեք կոնե։ բոլոր մեր հոլովակների տակը համար է գրած։ Հələ որ Գյումրեցու համար ստեղծվող թատրոնում մեկ գյումրեցին չի զանգել տոմս պատվիրել։